Այսօր ուսումնասիրելու ենք Ծննդոց 12-րդ գլուխը։ Մինչ այս տեսանք մարդկության անկումը, դատաստանները, բաժանում է Բաբելոնում, բայց հիմա Աստված սկսում է մի նոր բան։ Նա կանչում է մի մարդու Աբրահամին եւ ասում է. «Դուրս եկ քո երկրից, քո ազգից, քո հորտանից, դեպի այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ»։ Դա 12:1-ն է։ Սա հավատքի քայլ էր։ Աբրահամը չգիտեր ուր էր գնում, բայց վստահեց Աստծուն։ Եվ Աստված խոստանում է, որ ես քեզ մեծ ազգ կդարձնեմ, կորցնեմ քեզ, եւ քո միջոցով կորցնվեն երկրի բոլոր ազգերը։ 12:2-3-ն ասում։ Ուշադրություն դարձրեք բոլոր ազգերը։ Սա միայն Աբրահամի մասին չէ, սա ամբողջ աշխարհի մասին է։ Այստեղ արդեն մենք տեսնում ենք Քրիստոսին։ Գաղատացիների 3:16-ում գրված է, որ խոստումը կատարվեց Քրիստոսում։ Աբրահամի սերունդը վերջնականապես Հիսուսն է, բայց Հիսուսը ինքը վկայեց այս մասին։ Հովհաննես 8:56-ում նա ասեց. «Ձեր հայրը Աբրահամը ցանկացավ իմ օրը տեսնել, եւ տեսավ եւ ուրախացավ»։ Սա խոր խոսք է։ Աբրահամը հավատքով տեսավ այն օրը, երբ Փրկիչը պիտի գա։ Նա չտեսավ խաչը, բայց հավատով տեսավ խոստումը։ Ծննդոց 12-ը ցույց է տալիս, որ Աստծո ծրագիրը փրկության մասին սկսվեց մեկ կանչից։ Աբրահամը հնազանդվեց։ Եվ Աբրահամը գնաց, ինչպես Տերը խոսել էր նրա։ Հավատքը պարզապես հավատալ չէ։ Հավատքը քայլ է։ Հավատքը հնազանդություն է։ Բայց այս գլխում նաև տեսնում ենք մարդկային թուլություն։ Երբ սով եղավ, Աբրահամը գնաց Եգիպտոս եւ վախեցավ։ Նա ամբողջությամբ չվստահեց, նա սխալվեց, բայց Աստված չեղարկեց խոստումը։ Սա մեծ հույս է մեզ համար։ Աստծո խոստումները մեր կատարյալ լինելու վրա չեն հիմնված։ Դրանք հիմնված են նրա հավատարմության վրա։ Երկրորդ Տիմոթեոս 2:13-ում գրված է. «Եթե մենք անհավատարիմ ենք, նա հավատարիմ է լինում»։ Իսկանչելի խոսքեր սիրելիներ, այս գլուխը մեզ 3 բան է սովորեցնում։ Առաջինը, Աստված կանչում է։ Երկրորդը, հավատքը քայլ է։ Երրորդը, Քրիստոսը խոստացված օրհնությունն է բոլոր ազգերի համար։ Հարց. քեզ համար դու լսում ես Աստծո կանչը քո կյանքում։ Պատրաստ ես արդյոք քայլել հավատքով, նույնիսկ երբ ամբողջ ճանապարհը չենք տեսնի։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես այն օրհնությունը, որով օրհնվում են բոլոր ազգերը։ Շնորհակալ ենք, որ Աբրահամը հավատքով տեսավ քո օրը։ Օգնիր մեզ նույնպես ապրել այդ հավատքով։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, բաժանորդագրվեք եւ շարունակենք միասին մեր ճանապարհորդությունը դեպի հայտնություն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գլխում։ Եղեք օրհնված։